Երբ ֆիզիկական ցավը մշտական բնույթ է կրում, իսկ դեղորայքն այլևս չի օգնում, հիվանդի կյանքը վերածվում է ամենօրյա պայքարի։ Ժամանակակից բժշկությունը փորձում է գտնել նոր ճանապարհներ ցավը կառավարելու եւ մարդուն կյանքի բնականոն ընթացքին վերադարձնելու համար։ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում ոչ միայն կիրառում են այդ նոր մեթոդները, այլև սովորեցնում, դրանք դարձնելով ավելի հասանելի։ Կենտրոնը ամերիկյան Mayo Clinic-ի հայազգի մասնագետ Արմեն Դերյանի հետ համատեղ կազմակերպել էր կրթական սեմինար նվիրված ցավի կառավարման, վերականգնողական բժշկության եւ միջամտական ռադիոլոգիայի նորագույն մոտեցումներին։ Միջամտական ռադիոլոգիան շատ մեծ դեր ունի որպես մասնագիտություն ցավի միջամտական կառավարման մեջ։ Մենք հրավիրել էինք Հայաստանում աշխատող փորձառու բժիշկների, որպեսզի նախ ներկայացնենք միջամտական ռադիոլոգիայի հնարավորությունները ցավի կառավարման մեջ, որը շատ ժամանակ լուսաբանված չի։ Սեմինարը մեկ հարթակում էր հավաքել Հայաստանի տարբեր կլինիկաների փորձառու նյարդաբանների, օրթոպեդների, նյարդավիրաբույժների եւ այլ ոլորտների բժիշկների։ Արմեն Դերյանի դասախոսությունը վերականգնողական բժշկության եւ ցողունային բջիջների կիրառման արդյունավետության, անվտանգության եւ հնարավորությունների մասին էր։ Ժամանակակից գիտության նոր զարգացող այս մեթոդը լայն տարածում է գտել նաեւ վերականգնողական բժշկության մեջ։ Պետք է որ մեր գաղափարները միացնենք իրար, տարբեր ճյուղերից բժիշկները խորհրդակցեն տարբեր հիվանդություններից եւ հետ չմնանք Եվրոպայից կամ Ամերիկայից։ Զարգացած է այստեղի բժշկությունը, միայն ճյուղեր կան, ոնց որ ես խոսեցի այսօր, որ կարող է նորը լինեն այստեղի համար, բայց դե սա աշխարհի համար էլ են նորը։ Իմ համար սկիզբն է, ես պլանավորեմ նորից գալ եւ նորից մասնակցել ասենց միջոցառումներում եւ տարբեր հիվանդանոցների բժիշկների հետ աշխատել, որ իրանք իմ երկրի մեթոդներն էլ սովորեն։ Միջամտական ռադիոլոգիան հատկապես մեծ առաջընթաց է գրանցել ցավի կառավարման ոլորտում։ Բանախոսներից միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի նեյրովիրաբույժ Դավիթ Բաղդասարյանը նշեց, որ մեջքի ցավերից մինչև ուռուցքային ցավային սինդրոմներ այսօր հնարավոր է կառավարել մինիմալ ինվազիվ միջամտություններով, համակարգչային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնի կամ ռենտգեն վերահսկմամբ։ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի հիմնադիր տնօրեն Արամայիս Ղալումյանը ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հնարավորությունները եւ միջամտական ցավի կառավարման կիրառվող մեթոդները։ Մեր կենտրոնը բավականին ընդգրկուն բաժին է զբաղեցնում միջամտական ցավի կառավարման մեջ։ Բազմապիսի միջամտություններ, կոմպյուտերային տոմոգրաֆիայի ուղղորդմամբ, ուլտրաձայնի, ռենտգեն ուղղորդմամբ, ողնաշարային ցավերի կառավարման, գլխացավերի կառավարման, պերիֆերիկ նյարդերի ցավերի կառավարման, ուռուցքային ցավերի կառավարման մեջ։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև կլինիկական տարբեր դեպքեր։ Մասնակիցները նշում էին, որ միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը նոր հույս է տալիս պացիենտների մի մեծ խմբի, որոնք առայժմ չեն կարողացել ձերբազատվել սաստիկ ցավերից։ Ինձ համար բացահայտում էր դոկտոր Գալումյանի այս կենտրոնը մի մեծ բանակ կա պացիենտների, որոնք կարիք ունեն իր միջամտության, ես շատ ուրախ եմ, որ դա մեր մոտ կիրառվում է։ Դա մեզ համար նոր հնարավորությունների սկիզբ է։ Բժիշկների կարծիքով նման համագործակցությունները կարևոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլև բազմապրոֆիլ բժշկական համագործակցության ձևավորման համար, երբ տարբեր մասնագետներ միասին են որոշում պացիենտի բուժման լավագույն տարբերակը։ Շատ կարևոր է մեր դիսցիպլինար կոմունիկացիան բժիշկների մեջ անմիջապես, որ տարբեր բժիշկներ բացարձակապես թվում է, թե որ ընդհանուր ոչինչ չունեն, բայց իրենց կոմունիկացիան շատ կարևոր է լինում հիվանդի համար։ Հնարավորություն կա զերծ մնալ ցավից եւ իհարկե փոխվում է կյանքի որակը։ Երրորդյա սեմինարի ընթացքում տեսական հատվածից բացի իրականացվել են նաև խորհրդատվություններ եւ միջամտական ռադիոլոգիայի միջոցով ցավի կառավարման գործնական միջամտություններ։ 7 պացիենտի ցավերը բուժել են նորագույն մեթոդներով։ Մասնավորապես կատարվել է նյարդերի ռադիոհաճախային աբլյացիա, երբ գերբարձր հաճախականության էլեկտրական հոսանքի ազդեցությամբ այրում են նյարդարմատները։ L4, L5 հատվածների աբլացիա ենք անում, որ 6 ամսից մի տարի ցավը չզգա։ Այսպիսի բուժումը կիրառվում է առավելապես այն պացիենտների դեպքում, ում ցավը չի մեղմանում ավանդական դեղորայքային միջոցներով։ Արմեն Դերյանը հայաստանցի գործընկերներին ցուցադրել է այս միջամտությունը կատարելու իր հեղինակած մեթոդը։ Մինչև ծունկ, թե ավելի շատ մինչև ծունկ գնում է, հա։ Okay, մի քիչ լայդոքեին դնենք։ Կազմակերպիչների համոզմամբ նման կրթական ծրագրերն ու միջազգային փորձի փոխանակումները բժշկական ոլորտի զարգացման լավագույն ճանապարհներից են, նոր գիտելիք, նոր համագործակցություն եւ նոր հնարավորություններ ստեղծելով թե բժիշկների, թե պացիենտների համար։